Հյունիկ զարգացման կենտրոնում բացվեց նկարչուհի Մայա Սահակյանի անհատական ցուցահանդեսը, նրանք խորագրով։ Երբ որ պետք է զբաղվեի ուսմամբ ու մտածում էի որտեղ ընդունվեմ, նոր սկսեցի ուսումնասիրել ակադեմիկ նկարչությունը, անհատական կուրսեր եմ վերցրել, որից հետո ընդունվել եմ ԳԻԿ Մոսկվայում բեմանկարիչ ու ընդեղ եմ սովորել նկարչություն, բայց 1 տարի եմ սովորել եւ դուրս եմ եկել եւ փոխել եմ ֆակուլտետս արդեն անիմացիայի ռեժիսոր։ Երևի սաղ կյանք հենց ինքնուս դրան եկել։ Ցուցադրության մեջ ընդգրկված աշխատանքները բացում են մարդու ներաշխարհի այն շերտերը, որոնք հաճախ մնում են անտեսանելի՝ ցավը, լռությունը, սպասումը, հոգևոր ծանրությունը։ Ես սիրել եմ, բայց չեմ մտածել, որ այդ մասնագիտությունն է, ինձ թվում էր, որ դա ուղղակի նորմալ կյանքն է, որտեղ իմ տանը բոլորը նկարիչներ եւ ռեժիսորներ են եղել միշտ։ Դրա համար ես դրա մեջ եմ մտածել եւ չեմ հասկացել, որ դա նույնիսկ որպես գործունեություն լինի, ոչ թե սովորական կյանքը։ Հետո պարզվեց, որ գործունեություն է։ Ինձ ասում են ուղղակի, որ իմ աշխատանքներն են նման էքսպրեսիոնիզմի ու երևի իրոք ինքը ինչ-որ դեր է իմ վրա խաղացել, ինչ տեսել եմ, երևի էքսպրեսիոնիզմ։ Մայա Սահակյանի նկարներում կերպարները անանուն են, նրանք չունեն կոնկրետ պատմություններ կամ ժամանակային պատկանելիություն։ Փորձել եմ, թե ինքնուրույն փորձել եմ շարժել, թե հենց այս նկարները թե ստեղծել եմ հատուկ շարժվելու համար նկարները, բայց նոր եմ իրականում սկսում այդ ամեն ինչը անել։ Ունեմ հենց այս աշխատանքներից։ Իմ կարծիքով կարևոր է, որ հենց նկարներիցս ստեղծեմ ֆիլմեր, անիմացիայում քիչ կա այս տեսակի աշխատանքներ, որոնք հենց նկարներից են ոգեշնչված ու նկարների հիման վրա են արած ֆիլմերը։ Նրանք հավաքական կերպարներ են, մարդկային տարբեր վիճակների խորհրդանիշեր։ Այս աշխատանքները այդ մտքով չեն արվել, իրանք ուղղակի արվել են ու հետո ես արդեն հասկացել եմ, որ նրանից կարելի է ինչ-որ շարժում ստեղծել, որովհետև իրանք բոլոր նկարները այնպես տեսք ունեն, ոնց որ կանգնած են շարժման մեջ, երևի դրա պատճառով, բայց կան աշխատանքներ, որոնք հատուկ անում եմ անիմացիայի համար։ Փակ կամ ներս ուղղված հայացքները, խեղդված շարժումները եւ մարմինների կծկված դիրքերը խոսում են ներքին պայքարի, ինքնամփոփության եւ մենության մասին։ Նրանք են, կանայք են իմ աշխատանքներում ու հիմա նրանք չէի ուզում կրկնվեի, բայց երևի նրանք հոգիները, քանի որ ոչ մեկ չունի անուններ, ոչ աշխատանք, այ պերսոնաժները, որոնք կան, երևի դրա համար նրանք, որտեղ նրանք շատ են, նրանց մեջ ամենը շատ է, կան աշխատանքներ, որոնք շատ ավելի սրտից մոտ եմ ընդունում, քան մնացածը, ոչ թե նույնիսկ նրա պատճառով, որ շատ ժամանակ եմ կամ ուժ եմ նրանց վրա ծախսել, այլ ավելի շատ, չգիտեմ, իրանք արվել են ինչ-որ իմ կյանքի դրվագներում, որոնք ինձ շատ կարևոր են ու շատ մեծ ասոցիացիա ունեմ այդ բաների հետ իմ կյանքի, դրա համար իրանք հենց իմ սրտում են ավելի շատ։ Չեմ կարող ասել, որ երևակայական են, որովհետև ինչ-որ բաները, ինչ-որ մարդիկ ում փողոցում եմ տեսել կամ շատ հարազատ մարդիկ դեր խաղացել են, բայց ավելի շատ իմ կարծիքով այդ լիքը մարդկանց հավաքածուն է մեկում։ Կան աշխատանքներ, որտեղ ես ինքս եմ, իմ դիմանկարներն են։ Ես երբ որ լավ տրամադրությունով եմ անում, աշխատանք, չգիտեմ, սկսում եմ իրան կամ ընթացքում մոտ ավելի հանգիստ կյանքի շրջանը, ես ավելի ծանր աշխատանքներ եմ անում, ինչպես ասում են։ Չեն կարողանում ինձ ասոցացնել իմ աշխատանքների հետ, որտեղ ունեմ այդ էքսպրեսիան ու էներգիան նկարները, որոնք ունեն ու տխրությունը, որ շատերը ասում են նկարների մասին։ Ցուցահանդեսը դիտողին չի պարտադրում պատրաստ պատասխաններ։ Ցուցահանդեսից կուզենամ, որ գնան զգացողությամբ, որ նոր սկիզբ է ինչ-որ իմ մոտել են նոր սկիզբ է ամեն ինչը։ Ուզում եմ ուշադրություն դարձնեն երևի աչքերին նկարների եւ հայացքները, փակ են աչքերը թե բաց են, իմ կարծիքով դա կարևոր իմ աշխատանքներում ու դուրս գան ինչ-որ զգացողությամբ, որ հիմա ինչ-որ նոր սկիզբ է, եթե նույնիսկ վատ է եղել, հիմա նոր սկիզբն է, կամ երբ որ վատը լինի, մեկը լինելու է ինչ-որ նոր սկիզբ։ Այն հրավիրում է խորելու, ճանաչելու եւ սեփական ներսի նրանց հանդիպելու։